Աղանդավորները պնդում են, որ հոգևորականներին հայր կամ տեր դիմելը հակասում է Սուրբ Գրքի ուսուցմանը և մատնացույց են անում աստվածաշնչյան հետևյալ տողերը, որտեղ Քրիստոս ասում է. «Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է, և երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր հայրը, որ երկնքում է, և ուսուցիչներ չկոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը»։ Իրականում Քրիստոս այս պատվերը ոչ թե մեր օրերում հոգևորականների պատվանունների վերաբերյալ է ասում, այլ մեր Տերը դատապարտում էր այն ժամանակվա փարիսեցիներին և օրեսգետներին, որոնք իրենց գիտելիքների հպարտության պատճառով սիրում էին, որ իրենց դիմեն նման պատվավոր կոչումներով, և Քրիստոս առաջին հերթին պատվիրեց խուսափել կոչումների պատճառով հպարտությունից ու սնափառությունից։ Ստացվում է, եթե մենք հետևենք աղանդավորների տրամաբանությանը, ապա պետք է դադարեցնենք մեր ծնողներին հայր կոչել կամ դպրոցներում պետք է արգելել ուսուցիչ բառի գործածումը։ Աղանդավորները մոռանում են, որ Պողոս առաքյալն իր թղթերում ինքն իրեն հաճախ նաև ուսուցիչ է կոչում, ինչպես նաև մեր Տեր Հիսուս Քրիստոս ավետարաններում հաճախ է գործածում հայր կամ տեր բառերը նաև մարդկանց պարագային։